44 օր հանրությանը կերակրում էին հաղթելու ենք թեզով։ Մի թեզ, որ իհարկե չափազանց գոտեպնդող էր այդ օրերին, ես ինքս եթերից այդ բառը ասելիս ամեն անգամ փորձում էի հավատալ, որ հաղթելու ենք, ապավինելով հայ զինվորին, հայ բանակին այնուամենայնիվ կամ նրան ինչ որ դրանից մնացել էր։ Զեկույցը եթե թողնենք մի կողմ, որի մասին հետո հայտնի դարձավ։ Դուք ինքներդ հաստատ կապի մեջ էիք եւ Ստեփանակերտ եւ գուցե ուրիշ աղբյուրներ էլ ունեիք։ Որ պահին 44 օրերի ընթացքում հասկացաք, որ չենք հաղթելու։ Երրորդ օրից։ Երրորդ օրը ես Ղարաբաղում էի եւ այն ինչ տեսել եմ ինձ բերել է 1-2 օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Եվ իմ գնալուց հետո 2 շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։ Ինքը հակված չէր, թե ինչն էր։ Չէր կարողանում կապի դուրս գալ։ Չէ, կապը իրենց մոտ օրը մի քանի անգամ էր, նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով եւ ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ իմ վերաբերմունքս հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում։ Բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, ես ինքս դա առաջարկեցի եւ ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչը պետք անել։ Ինչ պլան էր, դա կարող եք հիմա ասել։ Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ էր եւ զուգահեռ իհարկե անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց։ Չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է։ Ուղղակի իր բառը։ Ինձ կուտի։ Հիմա սա է, ուրեմն այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել եւ քննարկելու հանգամանք։ Ուրեմն սա արտարոց էր։ Հիմա ինչու իմ տպավորությունը այնպեսին էր, որ մենք պարտվում ենք։ Ես չի տեսնում նորմալ կառավարում բանակի ուղղակի չկար, որովհետև միջև այդ այնպիսի փոփոխություններ էր կատարվել հրամանատարական կազմում եւ առանցքային պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնց հակով չէր այս պատերազմը։ Սա ակնհայտ երևում էր։ Իսկ կադրային քաղաքականությունը հետեւյալն էր, ինքը չէր վստահում բանակին եւ ուզում էր բանակում կարևոր պաշտոնների վրա ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպա միշտ չի որ այն սպան է, որը ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։ Համատարած կադրային փոփոխություններ եւ հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատեր ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված ուղղակի բոլոր հարցերը։ Բոլոր, անխտիր։ Միջպատերազմը հայտարարվել էր, որ օդը փակ է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ստեփանակերտի օդը փակ է, Արայիկ Հարությունյանն էր ասել։ Բացարձակապես այդպես չէր։ Բացարձակապես։ Եվ կար եւս մի շարք հանգամանքներ, ես կցանկանայի նշել ամենից կարևոր հանգամանքներից մեկը դա այն խայտառակ մոբիլիզացիան էր, որը արվեց Հայաստանի Հանրապետությունում։ Լավ չանեին ընդհանրապես ոչինչ բան, քան անեին։